Եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց վիզական մաստեր քարտերը փոխարինեն առկա տեսակի քարտերով, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Արսեն Թորոսյանի խոսքով, առկա քարտերով հետվճարի ծրագիրը կգործի այս տարվա փետրվարից։ Իրանում վերջին 10 օրերի բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը։ Նշվում է, որ հաստատված զոհերից 34-ը ցուցարարներ են, 2-ը կապ ունեն անվտանգության ուժերի հետ։ Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական թիվ չեն հրապարակում։ Աքսորիալ գահաժառանգ Շահ Ռեզա Փահլավին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել Իրանի անցումը բռնատիրական ռեժիմից դեպի ժողովրդավարություն։ Նա շեշտել է, որ նպատակ ունի խաղաղ փոփոխություններ իրականացնել ազգային հանրաքվեի եւ սահմանադրական ժողովի միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները, ներառյալ ԱՄՆ զինված ուժերի հնարավոր օգտագործումը, հայտնել է Սպիտակ տունը։ Գրենլանդիան բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս։